Անչափահասները գնացել էին ձի բերելու, ինչպես են նրանք մոլորվել հայ-ադրբեջանական սահմանին։ Երևան է ժամանել Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Նա ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ եւ Ծիծեռնակաբերդում։ Ոստիկանները ազգային ժողովի մոտ կանխել են արևմտամետների ու ռուսամետների բախումը։ Քրեակատարողական հիմնարկում ոչ ոք ոչ մեկին չի ծեծել, հավաստիացնում է Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը։ Ինչու են եվրոպական դեսպանատները մերժում վիզաների տրամադրումը։ Ոստիկանությունը զգուշացնում է խարդախության նոր տեսակ է հայտնվել սոցիալական հարթակներում, արհեստական բանականությունն է մոլեգնում։ Ինչու այդքան վախ մարեց Թրամփ Մասկ սիրո անշեջ կրակը։ Այս տարին էլ աշակերտները առանց դասագրքի գլորեցին։ Աղիքային վարակների հարմարավետ ժամանակն է, ինչ անել չհիվանդանալու համար։ Բարի երեկո, ժամի գլխավոր թողարկումն է։ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում։ Ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են, որ տեղ համայնքի բնակիչներ 18-ամյա Կարեն Արմենի Ջահանգիրյանը և 17-ամյա Անդրեյ Արմենի Գյագունցը գիշերը Արավուզ գյուղի հարակից հատվածում մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձը ապահովելու ուղղությամբ։ Տեղ համայնքի ապրելու երկիր խմբակցության ավականու անդամ Արգամ Հովսեփյանը լրատվամիջոցներին ասել է, որ նրանք գիշերը ձիերով գնացել են սահմանի մերձակայքից մեկ այլ ձի բերելու, մոտեցել են սահմանին ու բռնվել։ Անչափահաս տղաների հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելու դեպքով հարուցվել է քրեական վարույթ։ Երկու անչափահաս տղա 2007 և 2008 թվականներին ծնված կեսգիշերն անց գնացել են իրենց ձիերին բերելու, ինչպես ամեն օր նույն տեղից գյուղի արոտավայրերից ու հայտնվել են ադրբեջանցի զինծառայողների ջիրաններում։ Ըստ պաշտոնական վարկածի տղաները մոլորվել են։ Ստացված տվյալների համաձայն Հայաստանի Սյունիքի մարզի տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջահանգիրյանը և Անդրեյ Արմենի Գյագունցը 2025 թվականի հունիսի 6-ին ժամը 1:20-ի սահմաններում Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։ Տղաներից մեկը տեղ գյուղից է, մյուսը Արավուսից։ Տեղի ավականու անդամներից մեկն է պատմում։ Ծանոթ էին տարածքին, հարցնում ենք, Հովսեփյանն ասում է, իրենց իմացած ամեն օրվա անցած ճանապարհն է։ Գյուղի իմացա, ոստեն, ապա ինչի որ ծանոթ չէ։ Դե բռնել են, գնացել են, բռնել են տարա։ Գնացել են, որ ձիգա բերեն այդ սահմանում։ Անչափահաս երիտասարդ տղաները վստահ եմ, որ չեն էլ պատկերացել, որ դա ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող հատված է։ Իսկ ադրբեջանական զինծառայողները, որոնք անօրինական են գտնվում այնտեղ, բնակավայրերի քթի տակ այնպես են տեղավորվել, որ անհնարինության է վերածել մարդկանց կյանքը։ Փոխանակ վերադարձեն խաղաղ բնակիչների, տեսեք ինչ են արել։ Անկախ այն բանից, թե ինչ զարգացում կլինի ու Ադրբեջանը ինչպես կդրսևորվի, ըստ Հայաստանի նախկին օմբուդսմենի գործ ունեն կառավարման հետ։ Ադրբեջանցի զինծառայողները, որոնք ապօրինաբար են հասել այդ տարածքներ ու անվտանգային լուրջ սպառնալիք են այդ գյուղերի բնակիչների համար, փաստացի անչափահաս անզեն տղաներին տարել են անհայտ ուղղությամբ։ Ցանկացած պարագայում սա առևանգում է։ Սա նրանց վարքագիծն է, որ եղել է նաև նախկինում։ Մեր սահմանային բնակավայրերում, Սյունիքում, Վայոց ձորում եւ այլն միանշանակ անվտանգության մեծագույն խնդիր ունենք մենք, որովհետեւ նրանք դիտարկման ներքո են պահում մեր խաղաղ բնակավայրերը։ Առաջին դեպքը չէ, նաև կարող է վերջինը չլինել, քանի դեռ սահմանային անվտանգության ապահովման լուրջ խնդիր կա։ 2024-ի ապրիլին էլ տեղ գյուղից մի հովիվ հոտին փնտրելիս հայտնվել էր Ադրբեջանի տարածքում։ Այս դեպքը ներքին խնձորեսկում էր։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունից վստահեցնում են, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները տղաների գտնվելու վայրը պարզելու ու նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։ Երևան է ժամանել Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն այսօր նրա գլխավորած պատվիրակությունը այցելել է Երևանի հաղթանակի զբոսայգի, որտեղ ծաղիկներ է դրել անմար կրակի մոտ հարգանքի տուրք մատուցելով հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Մատվիենկոն ծաղիկներ է խոնարհել նաև հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Մատվիենկոն մասնակցել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին, իսկ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը ըստ ռուսական լրատվամիջոցների նախատեսվածից երկար է տևել։
Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը կարևոր է այն առումով, որ նվիրված է հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին եւ պատմական հիշողության պահպանմանը։ Նիստին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը։ Մատվիենկոն ուրախությամբ է նշում, որ երկու երկրների միջև խորհրդարանական մակարդակով քաղաքական երկխոսություն է վերսկսվում։ Մենք ուրախ ենք որոշակի ժամանակահատվածից հետո վերսկսել քաղաքական երկխոսությունը խոսնակների մակարդակով։ Այսօր մենք բնական դաշնակիցներ ենք, ռազմավարական գործընկերներ ենք։ Ռուսաստանը մեծ կարևորություն է տալիս եղբայրական Հայաստանի հետ միջխորհրդարանական համագործակցությանը։ Մատվիենկոն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել մեծ հայրենականում հաղթանակի 80-ամյակի վրա, նշելով, որ դա նախկին խորհրդային միության բոլոր ժողովուրդների ընդհանուր հաղթանակն է։ Ոչինչ այնպես չի միացնում երկու ժողովուրդներին, ինչպես շփվելու, ընկերություն անելու ձգտումը։ Պետք է նշել, որ Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքացիները մեծ սիրով հաստատում են գործարար մշակութային պարզապես մարդկային կապեր։ Ալեն Սիմոնյանի ձևակերպմամբ Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդներին միավորում է դարավոր բարեկամությունը։ Երկու երկրների օրենսդիր մարմինների միջև կա ամուր երկխոսություն։ Միջխորհրդարանական հանձնաժողովը իրեն դրսևորել է որպես արդյունավետ հարթակ բաց եւ արդյունավետ երկխոսության համար։ Այս ձևաչափը կնպաստի ավանդական բարեկամության եւ համագործակցության խորացմանը։ Ալեն Սիմոնյանն ու Մատվիենկոն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին։ Ազգային ժողովի նախագահը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման հարցում, նշելով, որ Հայաստանը սպասում է ադրբեջանական կողմին, որպեսզի ստորագրվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը։ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահն էլ իր հերթին ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության կողմնակից է։ Ալեն Սիմոնյանը ռուս գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին։ Մատվիենկոն ծաղիկները խոնարհել մայրաքաղաքի հաղթանակի զբոսայգու անմար կրակի մոտ, հարգանքի տուրք մատուցելով հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին։ Մատվիենկոն այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք է մատուցել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Վալենտինա Մատվիենկոն հանդիպել է նաև Նիկոլ Փաշինյանի հետ։ Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ երկկողմ հանդիպումը տևել է նախատեսվածից շատ ավելի երկար։ Բանակցությունները նախ տեղի են ունեցել առանձնազրույցի ձևաչափով, այնուհետև զրույցը շարունակվել է ընդլայնված կազմով։ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, թե Ռուսաստանի եւ Հայաստանի միջև վստահության ճգնաժամ չկա։ Նրա ձևակերպմամբ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցել է շատ բովանդակալից, կառուցողական եւ ընկերական զրույց։ Երբ ասում են, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջև վստահության ճգնաժամ է, ես նման զգացողություն չունեմ։ Ընդհակառակը, ինչպես մենք, Հայաստանն էլ ցույց տվեց իր շահագրգռվածությունը ընդլայնելու մեր երկկողմ համագործակցությունը։ Մատվիենկոն նշել է նաև, որ Փաշինյանը ողջույններ է փոխանցել Պուտինին եւ ասել է, որ ինքը եւ Պուտինը միշտ ունեցել են եւ կունենան կառուցողական բովանդակային հարաբերություններ։ Նաիր Մուրադյան, ժամը լրատվական։ Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի ժամանակ ազգային ժողովի շենքի մոտ այսօր տեղի են ունեցել երկու հակադիր բողոքի ցույցեր։ Սկզբում ազգային ժողովի շենքի դարպասների մոտ հակառուսական պաստառներով հավաքվել է արևմտամետ ուժերի մի փոքր խումբ, որոշ ժամանակ անց մոտեցել է մեկ այլ խումբ, Ռուսաստանի հետ բարեկամության եւ գործընկերության մասին կարգախոսներով։ Ոստիկանապետի տեղակալ Կարեն Հակոբյանը կոչ է արել նրանց հեռանալ դարպասների մոտից, այնուհետև ազգային ժողովի մոտ ոստիկանները կանխել են արևմտամետների ու ռուսամետների բախումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։ Փաշինյանը շնորհավորել է Փեզեշքյանին զոհաբերության տոնի առիթով։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգին վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Արմենիայում լրատվական երեկոն շարունակվում է եւ կհանդիպենք քիչ անց։ Քրեակատարողական հիմնարկում ոչ ոք ոչ մեկին չի ծեծել, հավաստիացնում է Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը։ Ինչու են եվրոպական դեսպանատները մերժում վիզաների տրամադրումը։ Ոստիկանությունը զգուշացնում է խարդախության նոր տեսակ է հայտնվել սոցիալական հարթակներում, արհեստական բանականությունն է մոլեգնում։ Շարունակում ենք թողարկումը։
Նոր Զելանդիայում երկու պատգամավոր ռեկորդային պատիժ է ստացել, նրանք 21 օրով հեռացվել են խորհրդարանական նիստերից։ Կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ հեռացվել է 7 օրով։ Պատճառը պատգամավորների մասնակցություն է բողոքի ակցիային խորհրդարանական լսումների ժամանակ, այնուհետև նրանք կատարել են ավանդական հակապաշ, արտահայտելով իրենց անհամաձայնությունը պայմանագրի սկզբունքների մասին օրինագծի հետ, որը նրանց կարծիքով սահմանափակում էր բնիկ բնակչության իրավունքները։ Ավելի ուշ օրինագիծը մերժվել է, լրագրողներն արձանագրել են, որ նման հեռացումը Նոր Զելանդիայի խորհրդարանի պատմության մեջ ամենախիստ կարգապահական որոշումն է։ Նախկինում առավելագույն պատիժը սահմանափակվել է 3 նիստով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ հիասթափված է Իլոն Մասկի քննադատությունից իր ներկայացած բյուջետային օրինագծի վերաբերյալ, հավելել, որ չգիտի արդյոք լավ հարաբերությունները կպահպանի միլիարդատեր իր նախկին խորհրդականի հետ։ Ժամեր չանցած Մասկը լարեց հանրային վեճը գրելով. «Առանց ինձ Թրամփը կպարտվեր ընտրություններում»։ Ուտում խմում պարում էին միասին Մասկն ու Թրամփը, աշխարհը տարեսկզբից էր քննարկում նախագահի տեխնացուի ու միլիարդատիրոջ ջերմ հարաբերությունները։ Նրանք միասին տոնեցին Թրամփի հաղթանակը, միասին սկսեցին աշխատել, միլիարդատերը քաղաքականություն մտավ, խորհրդականի պաշտոն ստացավ։ Երկար չտևեց միաբանությունը, վերջին օրերին միջազգային մամուլը գրում էր, որ Մասկը որոշել է լքել Սպիտակ տունը։ Նա հրապարակային քննադատել էր Թրամփի վարչակազմի մեծ գեղեցիկ օրինագիծը, որը նախատեսում էր հարկային արտոնությունների երկարաձգում եւ դաշնային ծախսերի կրճատում 1.5 տրիլիոն դոլարով։ Նախորդին արդեն բոլոր գլխագրերում փոխադարձ վիրավորանքներն էին, իրար հերթ չեն տալիս այս զույգի սուր ու կոշտ մեղադրանքները։ Թրամփի արդեն նախկին խորհրդական միլիարդատերը բյուջետային օրինագիծը որակել էր նողկալի։ Օվալաձև սենյակում ի պատասխան ասվածի խորը հիասթափություն հայտնեց Թրամփը, կասկած բարձրաձայնեց, թե դժվար թե երբևէ գործ ունենա նախկին ընկերոջ հետ։ Իլոնի հետ մենք հիանալի հարաբերություններ ունեինք, չգիտեմ այլևս այդպիսին կլինեն, թե ոչ։ Ես զարմացած եմ, ես շատ հիասթափված եմ, քանի որ Իլոնը այս օրինագծի ներքին գործընթացներն ավելի լավ գիտեր, քան այստեղ նստած գրեթե ցանկացած մեկը։ Հանկարծ նա խնդիր ունեցավ։ Այս հայտարարությունից րոպեներ անց Մասկը հակադարձեց գրելով պնդումները, թե ինքը նախապես ծանոթացել է օրինագծին, սուտ են։ Մասկը սրեց հանրային վեճը, էլ գող փիսո, էլ քաչալ շուն, ամերիկյան տարբերակով։ Արածն ու չարածը երեսով տվեց, թե առանց իրեն Թրամփը կպարտվեր ընտրություններում։ Ամեն բան սակայն այստեղ չի ավարտվել, աշխարհահռչակ գործարարն աջակցել է Թրամփի իմպիչմենտի կոչին, համաձայնելով X սոցիալական ցանցում գրված գրառման հետ, որը կոչ էր անում հեռացնել Թրամփին եւ լիազորությունները տալ փոխնախագահ Վենսին։ Մասկը այո է պատասխանել գրառմանը, շարունակել էլի ու էլի կրակի վրա յուղլեցնել։ Նախագահն ընդդեմ Իլոնի, ով կհաղթի, ես խաղադրույք եմ կատարում Իլոնի վրա։ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի եւ փոխարինվի Վենսով։ Իրավիճակը հասավ նաև անդառնալի մեղադրանքների։ Մասկը վստահ թե Սպիտակ տան գործող ղեկավարը ներգրավված է եղել Ամերիկայում հայտնի Էփշտեյնի գործի մեջ։ Դա հանրահայտ է որպես մարմնավաճառության կազմակերպման անչափահասների բռնաբարության գործ։ Կարճ ասած, Մասկը Թրամփին նաև մանկապիղծ որակեց։ Ամերիկացի բիզնես մագնատը, որ աշխարհի ամենահարուստ մարդն է, 342 միլիարդ դոլար կարողությամբ դուրս է եկել 79-ամյա էքսցենտրիկ նախագահի դեմ։ Ենթադրելի է, որ կոնֆլիկտը դարձյալ փողի շուրջ է պտտվում։ Հիշենք միայն, նախորդ ամիս Մասկը հայտարարել էր, որ իր գլխավորած դեպարտամենտի ջանքերով խնայվել է 160 միլիարդ դոլար, մինչդեռ նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստանում էր մինչև 2 տրիլիոն դոլար խնայել։ Տիգրան Գուրգինյան, ժամը լրատվական։ Քրեակատարողական հիմնարկում ոչ ոք ոչ մեկին չի ծեծել ազգային ժողովում լրագրողների զրույցում է պնդել արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը։ Նա հայտնել է, որ քրեակատարողական հիմնարկ է գնացել հանդիպելու դատապարտյալներին, որպեսզի հասկանա առհասարակ ինչ խնդիրներ ունեն ՑՄ դատապարտվածները։ Հարցին վստահեցնում է, որ առաջիկայում նրանցից ոմանք վաղաժամկետ ազատ կարձակվեն, Գալյանը պատասխանել է, որոշողը դատարանն է։ Քննչական կոմիտեի դեղատան 3 հասցեից կամ քննչականի քթի տակից ինչպես հաջողվեց ավելի քան $500,000 հափշտակել։ Քննչական կոմիտեի ղեկավարը ընդդիմադիր падգամավորի հարցի ձևակերպման հետ չհամաձայնեց։ Չգիտեմ քթի տակից ասելով ինչ եք հասկանում, բայց կրկնեմ։ Քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումը տեղակայված է ՊԵԿ-ի վարչական շենքում։
Այնուամենայնիվ քննչական կոմիտեի ղեկավարը հպարտորեն է նշում, որ դեպքն իրենց գերատեսչությունն է բացահայտել։ Չնայած որ հակակոռուպցիոնում նեղսրտած են Արթուր Պողոսյանի այդ հայտարարությունից, պնդում էին, որ դա համատեղ աշխատանքի արդյունք էր։ Ես դափնիներ չեմ ուզում։ Հանցագործության դեպքը բացահայտվել է մեր կողմից, անմիջապես հաղորդում ենք ներկայացրել։ Քննչական կոմիտեի գործող քննիչի ցուցմունքի հիման վրա ձերբակալվել է կատարած անձանցից մեկը, պաշտոնատար անձը բացահայտվել է եւ կծիկը դրանից հետո բացահայտվել է 68 պաշտոնատար անձ կարգապահական պատասխանատվության է ենթարկվել։ Արդյունքները զեկուցվել են Նիկոլ Փաշինյանին։ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարը ազգային ժողովում հայտնել է, որ արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու անհրաժեշտության դեպքում դրանց առնչվող նյութերը փոխանցվել են գլխավոր դատախազություն։ Այդ թվում նաև կառուցապատող ընկերությունները, կապալառուները, այդ թվում պետական հիմնարկի տնօրեններն ու հաշվապահները վերադարձրել են իրենց գործառույթների հետևանքով հասցված վնասը։ Պատգամավոր Գրիգորյանին էլ հետաքրքրում էր, երբ հայտարարվում է 100 միլիարդ դրամի չարաշահման փաստի մասին, ինչպես է ստացվել, որ դրա միայն 1%-ն է պետությանը վերադարձ եղել։ Եթե 100 միլիարդ դրամի ընդհանուր շեղում է արձանագրվել, չի նշանակում, որ 100 միլիարդ դրամի հանցակազմ պարունակող յուրացումներ, փոշիացում կամ խարդախություն է տեղի ունեցել։ Ենթադրաբար կարա 100 միլիարդից լինի 1%-ը, ինչը վերականգնվել է արդեն փաստացի, եւ կարող է լինել իմ ընկալմամբ ասեմ 15%-ը օրինակ։ Իսկ արդարադատության նախարարը լրագրողներին տեղեկացրեց, որ հնարավոր բարեփոխումների առնչությամբ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին նիստ կանցկացնի։ Խորհրդի անդամներին ըստ նախարարի կներկայացվեն որոշակի դրույթներ, որոնք ըստ էության արդեն մշակվել են։ Երկու դեպքում էլ հանրությունը տեղյակ կլինի այն մասին, թե ինչ է քննարկվել այդ նիստում եւ ինչ որոշումներ են կայացվել։ Իսկ հնարավոր է, որ սահմանադրական փոփոխություններում վերանայվի եկեղեցի պետություն հարաբերությունները։ Լրագրողները հարց ուղղեցին Գալյանին։ Ես որևէ բան չեմ բացառում, որովհետեւ յուրաքանչյուր հնչեցված միտք դա գաղափար է, որը կարող է քննարկվել։ Հաջորդ խնդիրը վերաբերում է քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակին։ Արդարադատության նախարարը հայտնեց, որ քրեակատարողականներում հանդիպել է դատապարտյալներին, լսել ցմահ դատապարտյալները ինչ խնդիրներ ունեն։ Լրագրողները նկատեցին, թե նախարարը Նուբարաշեն կալանավայր է այցելել դատապարտյալների ծեծից հետո միայն։ Գալյանը չհամաձայնեց։ Իսկ դե ես էլ ասում եմ չծեծեցին, եկեք սա բանավեճի վերածենք։ Ոչ մեկին չի ծեծել։ Հայաստանում նոր քրեակատարողական հիմնարկ պետք է կառուցվել, սակայն նախագծի մշակման ընթացքում առաջացել են որոշակի խնդիրներ։ Այդ պատճառով աշխատանքները դադարեցվել են։ Սրբուհի Գալյանը տեղեկացրեց նաև, որ նորոգման աշխատանքների ընթացքում առաջացել են բարդություններ եւ 30-օրյա հետաձգումից հետո հնարավոր է եղել նորոգել Աբովյան քրեակատարողական հիմնարկը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Պարզվում է պետական պաշտոնյաների քմահաճույքները ծանր են նստում հարկատուներիս վրա։ Տեղեկացել ենք, որ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության նախկին պետ Ամբակում Գրիգորյանի կողմից ազատված պաշտոնյաներից մեկը հաղթել է վարչական դատարանում եւ դատարանը որոշել է, որ անցած տարվա հունվարին ազատված պաշտոնյան ոչ միայն պետք է վերականգնվի նախկին կամ դրան հավասարեցված պաշտոնում, այլև պետք է հարկադիր պարապուրտի դիմաց փոխհատուցում ստանա ամբողջ ընթացքի համար։ Միջին աշխատավարձի չափով։ Խոսքը քրեակատարողական ծառայության կենտրոնական մամնի օպերատիվ վարչության Աբովյան բաժանմունքի նախկին պետ Գևորգ Վարոսյանի մասին է, որին Գրիգորյանը ազատել է պաշտոնից բաժնի վերաձևավորման պատճառաբանությամբ։ Վիզաների մերժման գործում առաջատարը Հայաստանում Հունաստանի դեսպանատունն է։ Ստացվում է, երբ որևէ մեկին մերժում են վիզա տալ, առաջին հերթին պետությանն են անվստահություն հայտնում, հետո միայն քաղաքացուն։ Պետությունը ինքը չի երաշխավորում, որ իր քաղաքացին գնալուց հետո վերադառնա, իսկ դեսպանատունը ունի այդ լիազորությունները մերժելու, քանի որ չի ցանկանում հավելյալ ծանրաբեռնել երկիրը փախստականներով։ Արտգործնախարարությունը պետք է բանակցի բոլոր դեսպանատների հետ եւ շեշտի, ինչ աշխատանք են տանում արտագաղթը կանխելու համար։ Մասնագետների պնդումն է։ Կյանքիս առաջին վիզայի մերժումն եմ ստացել, այն էլ Հունաստանի դեսպանատնից։ Հաշվի առնելով, թե ինչքան վիզա ունեմ ու քանի անգամ եմ հունական ստացել, սկսում եմ մտածել, որ թղթերս չեն նայել։ Ինձ էլ մերժեցին մի 2 շաբաթ առաջ, լրիվ անհասկանալի։
Այսպես հիմա հարյուրավոր քննարկումներ ու բողոքներ ահազանգեր կան Եվրոպայի հետ վիզաների ազատականացման ճանապարհը բռնած Հայաստանի քաղաքացիներին մուտքի արտոնագրեր տրամադրելու դիմումները զանգվածաբար մերժում են նույն եվրոպական դեսպանատներում։ Ժամն ի դեպ մեկնաբանության համար դիմեց նաև Հունաստանի դեսպանություն, սակայն հարցերը գրավոր պահանջեցին։ Վիզաների հարցը խորհրդարան է հասել իշխանական падգամավորը արտգործնախարարին հիշեցրեց։ Նախորդ տարի արտաքին քաղաքական գերատեսչությունից ասել էին, թե սեպտեմբերից ավելի բարենպաստ պայմաններ են լինելու ազատ վիզայի հարցն առաջ բերելու համար 9 ամիս անց ինչու ենք ուրիշ իրականությունում ապրում։ Եվրոպական միության անդամ երկրների կողմից մեր քաղաքացիներին տրվող վիզաների տրամադրման կամ հերթագրման կամ հարցազրույցների ուրեմն գործընթացը իսկապես մտահոգիչ է։ Մենք այս հարցը մեր ԵՄ անդամ երկր գործընկերներին, նրանց ովքեր ներկայացում են Երևանում առնվազն մշտապես նրանց ուշադրությանը բերում ենք, այդ են իրենց ընթացակարգերը եւ իրենց որոշելիքն վերջնական առումով։ Տուրիստական ընկերության ղեկավարի կարծիքով, երբ որևէ մեկին մերժում են վիզա տալ, առաջին հերթին պետությանն են անվստահություն հայտնում, հետո միայն քաղաքացուն։ Այսինքն այդ երաշխավորը պետք է լինի պետությունը։ Պետությունը ինքը չի խոսում, երաշխավոր չի լինում, որ իր քաղաքացին չի գնա ու հետ չի վերադառնա, դեսպանատունը լրիվ ունի այդ լիազորությունները մերժելու եւ իր երկիրը հավելյալ փախստականներով չծանրաբեռնելու։ Ակնանը պետք է բանակցի բոլոր դեսպանատների հետ, ասի որ իր երկրում ինչ աշխատանք են տանում արտագաղթը կանխելու համար։ Այնուամենայնիվ, երբ եվրոպական ազատ վիզա կունենանք, այս հարցի պատասխանը շարունակում է հեռուներում մնալ մշուշոտ պատասխաններով։ Եվրոպան խուսափում է հստակ ժամկետներ նշել, իսկ սովորաբար այս գործընթացը մինչև 6 տարի է տևում։ Մեր դեպքում հավանաբար ավելի շուտ կլինի։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Ոստիկանությունը զգուշացնում է խարդախության նոր տեսակ է հայտնվել, սոցիալական հարթակներում ձայնի նմանակելով գումար են խնդրում։ Զեղծարարներ արհեստական բանականության միջոցով փոխելով մարդու ձայնը գումար են խնդրում նրա հենց ընկերներից։ Թիրախավորված են հատկապես Telegram և Facebook ցանցերը։ Վերջին օրերին հատկապես ավելացել է խարդախության մի նոր ձև, երբ սոցիալական հարթակներում, հիմնականում Telegram-ում և Facebook-ում օգտատերերը ստանում են ձայնային կամ տեսազանգեր իրենց ծանոթների անուններից։ Հաղորդագրության բովանդակությունը սովորաբար մեկն է՝ շտապ գումար է պետք, բայց իրականում այդ զանգի կամ ձայնի հետևում ոչ թե ընկերն է, այլ արհեստական բանականությունով գեներացված խարդախը։ Հարգելի քաղաքացիներ, երբ համացանցային տիրույթում նույնիսկ ձեզ շատ մտերիմ մարդն է նման հաղորդագրությունների միջոցով գումար խնդրում, անմիջապես ստուգեք, կապ հաստատեք նրա հետ, համոզվեք, որ իսկապես նա է։ Այսօր արհեստական բանականությունն այնքան է հզորացել, որ արդեն շատ դժվար է տարբերակել խոսողը իրականում արհեստական բանականության միջոցով գեներացված պատկեր է, թե իրական մարդ։ Դա նորություն չէ, իրականում, եւ Telegram-ից բացի նաեւ այլ հարթակներում է նմանատիպ հանցագործություններ իրականացվում, նույն Facebook-ում, Instagram-ում, Vkontakte-ում եւ այլ տեսակի սոցիալական հարթակներում նմանատիպ տեսանյութեր են պատրաստում արհեստական բանականությամբ եւ մարդկանց գցում են մոլորության մեջ։ Նմանատիպ խարդախությունները հիմնականում տարածվում են հայտնի մարդու դեմքով, նրա անուն ազգանունով։ Նմանատիպ դեպքերում մասնագետները խորհուրդ են տալիս նախ ստուգել տվյալ անձի պաշտոնական էջը։ Հիմնականում հենց այս ստեղծված վստահության ֆոնի վրա էլ կառուցվում է խարդախության մեխանիզմը։ Իրականում նմանատիպ հանցագործությունների դեմ պայքարը մի քիչ բարդ է, եթե խոսում ենք պարզապես այն մարդկանց մասին, ովքեր որ ոլորտից անտեղյակ են կամ մեդիա գրագիտությունից մի փոքր թույլ են, հետևաբար շատ բարդ կլինի տարբերակելը արդյոք դա իրական է թե ոչ։ Արհեստական բանականությունն այսօր հասել է այն մակարդակին, որ կարողանում է իրականությունից չտարբերվող պատկերներ գեներացնել, եւ ցավոք, այս տեխնոլոգիական զարգացումից առավել հաճախ օգտվում են խարդախները։ Այս բանականության պատկերված ձայնը կամ պատկերը կարող են օգտագործվել ոչ միայն գումար շորթելու, այլև տեղեկատվական մանիպուլյացիայի նպատակով։ Մասնագետների միակ խորհուրդն այս պարագայում մեդիագրագետ լինելն է։ Իրականում ապշատ եմ, որովհետև եղբորությունին այնքան նման էր, որ իրոք հիմա որ նայում եմ դժվար է թե տարբերեի, այդ գումարը որ փոխանցեցի, հետո ախորից որ խոսացի, զարմացած եմ բանալ։ Եթե
որ մեկի անունով կամ ինչ-որ մեկի դեմքով ստեղծում են տեսանյութ, ու այդ մարդը իմանում է դրա մասին, շատ ցանկալի է, որ ինքը առաջինը հայտնի, որտեղ խաբեություն է։ Այսինքն մարդիկ իմանան, որտեղ խաբեություն է, եւ չտրվեն այդ տեսանյութի կողմից ցած հոգեբանական ազդեցությանը։ Սրանք ակնհայտ կիբերհանցագործություններ, դրամաշորթություններ են եւ թվային խարդախության դեմ ամենաարդյունավետ զենքը մեդիագրագիտությունն ու զգոնությունն է։ Պնդում են մասնագետները, ասում են, եթե տեղեկացված ես, պաշտպանված ես։ Հասմիկ Անտոնյան, ժամը լրատվականի համար։ Աշակերտները տարին սկսեցին առանց գրքերի, ավարտեցին նույնպես առանց գրքերի։ Փաստերն ու ապացույցները արդեն հավաստիացնում են, որ կրթության նախարարությունում տապալել են դասագրքի ստեղծման գործընթացը եւ մեր դպրոցներում օր-օրի ահագնացող ֆունկցիոնալ անգրագիտությունը հաղթահարելու գերխնդիր ունենք։ Մինչև երբ պետք է ուսուցիչը երևակայությանը զարկ տալով դաս պարապի, աշակերտն էլ առանց դասագրքի դպրոց հաճախի։ Այս տարին էլ գլորեցին աշակերտները առանց դասագրքի։ Ուսումնական տարեվերջին ժամը պարզում է, որ հանրապետության դպրոցները նոր բոլոր դասագրքերը չէ, որ ունեն։ Երկրորդ, 7-րդ եւ 8-րդ դասարանցիների մոտ դասագրքային սով է։ Ամբողջ տարին երեխաներն անցկացրել են առանց ռուսաց լեզվի, թվային գրագիտություն եւ համակարգչային գիտություն առարկաների դասագրքերի։ Բավականին բարդ process է ստեղծում ուսուցչի համար։ Ինքներս ուսումնասիրել ենք թեմաները առցանց տարբերակներով, հղումներ ենք ուղարկել կամ տվյալ նյութերը, որ տարբերակով ենք հավաքագրել ու փոխանցել երեխաներին կամ տպել ենք թղթերով ենք բաժանել, այսպես բավականին խառը իրավիճակում փորձել ենք հաղթահարել process-ը։ Ուսուցիչներն իհարկե կհաղթահարեն մի կերպ process-ը, որի ամբողջ ծանրությունը հենց նրանց ուսերին է թերևս, բայց ինչ կարժենա դա մանկավարժին։ Առարկայի մտցնում առարկայացանք հանրակրթական դպրոցի եւ դրա դասագիրքը ընդհանրապես բացակայում է, դա իրականորեն ազդում է կրթության որակի վրա։ Ուսուցիչը չգիտի ինչ պարապի։ Թվային գրագիտություն առարկան մտցրելու են դպրոց, ասում են գնա հին ինֆորմատիկայի դասագրքով դասավանդիր։ Հին առարկան բովանդակային առումով լրիվ այլ է, թվային գրագիտություն լրիվ այլ բան է։ Նախարարությունը ուսուցիչը պիտի ստեղծագործի։ Մինչև երբ պիտի ուսուցիչը երևակայությանը զարկ տալով դաս պարապի։ Հանրակրթությունն ունի նոր չափորոշիչներ, բայց չունի այդ չափորոշիչներին համապատասխան գրքերը։ Նախարարության հայտարարած մրցույթներին էլ ըստ փորձագետի մասնակցող չկա։ Դասագիրք չեն ուզում գրել մասնագետները, բոյկոտում են։ Ինչու։ Դասագրքերի փորձաքննական հանձնաժողովի կազմը գաղտնի է պահվում նախարարության կողմից։ Այո, մրցույթից առաջ պետք է փակ լինի, գաղտնի լինի, չիմանան ովքեր են փորձաքննողները, որպեսզի օբյեկտիվության բաղադրիչը պահպանվի, բայց կարելի է ու շատ ճիշտ կլինի, որ մրցույթից հետո այդ հանձնաժողովի կազմը հրապարակի իմանան մարդիկ գրքերի հեղինակները կարողանան հարցադրումներ անել, թե ինչու իրենց դասագրքերը չեն անցել։ Չարտարացված գաղտնիության շղարշն էլ ստիպում է մասնագետներին, որ չհամագործակցեն, չգրեն դասագրքեր։ Տապալել են դասագրքի ստեղծման գործընթացը կրթության նախարարությունում, ասում է փորձագետն ու հավելում. մեր դպրոցներում օր-օրի ահագնացող ֆունկցիոնալ անգրագիտությունը հաղթահարելու գերխնդիր ունենք։ Կրթության նախարարությունից էլ դպրոցների տնօրեններին ասել են, թե թվային գրագիտություն եւ համակարգչային գիտություն առարկայի դասագրքի մրցույթի հաղթողն արդեն կա։ Խոստացել են, որ այս ուսումնական տարում դասագիրքը կդրվի աշակերտների սեղաններին։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանին Կուրբան Բայրամովի կապակցությամբ վարչապետը X-ի իր միկրոբլոգում մասնավորապես նշել է. Մեջբերում եմ, շնորհավորում եմ Ադրբեջանի Հանրապետությանը եւ ադրբեջանական ժողովրդին Կուրբան Բայրամովի կապակցությամբ մեր երկրներին ու ժողովուրդներին մաղթում եմ խաղաղություն եւ բարգավաճում։ Մեջբերման ավարտը։ Ժամը լրատվականը շարունակվում է եւ կհանդիպենք քիչ անց։ Աղիքային վարակների հարմարավետ ժամանակն է, ինչ անել չհիվանդանալու համար։ Շարունակում ենք թողարկումը։ Ամռան աղիքային վարակներից խուսափելու համար պետք է հետևել հիգիենային եւ չզբաղվել ինքնաբուժությամբ։ Ամառվա սեզոնին հատկապես հանգստի մեկնելիս պետք է լինել շատ պատրաստված եւ զգուշավոր, հետևել եւ սննդակարգին եւ հիգիենայի հաճախ լվանալ ձեռքերը, օգտագործել լվացած միրգ բանջարեղեն։ Ամռանը վարակաբաններին հաճախ են դիմում աղիքային վարակների պատճառով, որոնք ուղեկցվում են սրտխառնոցով, փսխումով, փոլուծությամբ, ջերմությամբ, ընդհանուր թուլությամբ։
Աղիքային վարակների, այսպես ասենք, հարմարավետ ժամանակն է։ Օրերը տաքանում են, նրանք ակտիվանում։ Առաջիկայում կսկսվեն էքսկուրսիաները, պիկնիկները, բժիշկները հորդորում են, զգույշ եղեք։ Բերանային ճանապարհով փոխանցվող հիվանդություններ են, այսինքն մենք կամ ուտում ենք ինչ-որ մի բան, որտեղ կան այդ հարուցիչները, կամ կեղտոտ ձեռքերի միջոցով, այսինքն երբ որ ձեռքերի վրա են հարուցիչները լինում եւ նորից բերան տանելիս վարակվում ենք այդ ինֆեկցիայով։ Նախորդ տարի մեր երկրում աղիքային վարակի 5 բռնկում եղավ, 2-ը Երևանում, 3-ը մարզերում։ Երկուսի դեպքում հանրային սննդի օբյեկտներն էին թերացել։ Սննդի ամենապարզ պահման, պահպանման ու պատրաստման կարգ-կանոնն էին խախտել։ Նույն այս պատճառով էին նաև մյուս բռնկումները ուղղակի արդեն խնջույքների ժամանակ, մեկը բնակարանում։ Այստեղ խնդիրը մարդկային գործոնն է եւ շատ պարզ ու բանալ պատճառը, երբ ձեռքերը չեն ախտահանվում պատշաճի եւ սննդամթերքը ապտոտվում է ուղղակի ձեռքերի միջոցով, որովհետեւ հիմնականում բռնկման արդյունքում հայտնաբերվում են այնպիսի հարուցիչներ, որոնք ուրեմն արկա են օրինակ, մեկ անձի մոտ, ով չունի ախտանշաններ, բայց համարվում է տվյալ վարակը կրող եւ այդ անձի ուղղակի հիգիենայի կանոնները չպահպանելու հետևանքով սննդամթերքը վարակվում է եւ դառնում է բռնկման պատճառ։ Վարակի թիրախային խմբում հիմնականում երեխաներն են, ավելի շուտ են վերցնում այն, հիմնականում ավելի ծանր տանում։ Իսկ վիճակագրական տվյալներով այս հունվարից մինչև հիմա հոսպիտալացված գրեթե բոլոր մարդկանց ծանր վիճակը պայմանավորված է եղել բուժօգնությանը ուշ դիմելով, ավելի վատ առաջին ու հաջորդական սխալ բուժական միջամտությամբ, սեփական նախաձեռնությամբ։ Հիմնական ախտանիշները լուծը դա օրական 3 անգամից ավել աղիների գործելն է, կարող է ուղեկցվել ինչպես ընդհանուր երևույթներով, այսինքն ինտոքսիկացիայի, ջերմության բարձրացումով, ընդհանուր թուլությունով, փսխումներով, այնպես էլ կարող է որպես հենց այդպեսին առանձնացված միայն մեկ ախտանիշով ընթանալ։ Եթե ջերմությունն ու լուծը հաճախակի հեղուկ օգտագործմամբ չի անցնում, ապա բժշկի դիմելը խիստ անհրաժեշտություն է։ Մասնագետները նաև տեղեկացնում են, որ աղիքային վարակների դեպքեր կան, հակաբակտերիալ դեղերը, նույն անտիբիոտիկները ոչ միայն անօգուտ են, այլև հակացուցված, ինքնագլուխ օրգանիզմ հանկարծ չուղարկեք։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը այսօր առավոտյան կրկին հարցաքննվել է քննչական կոմիտեում, նա վկայի կարգավիճակ ունի, իրավապահները հարցաքննությունից մանրամասներ չեն հայտնում։ Արցախի նախագահին վերջին շաբաթներին 5-րդ անգամ են հարցաքննության կանչել։ Լրահոսի ուշագրավ մյուս թեմաները մեկ տեսաշարով։ Վերին լարց բազմակողմանի ավտոմոբիլային անցակետին տեսականորեն կարող է այլընտրանք դառնալ տրանսկովկասյան մայրուղին։ Այս մասին հայտարարել է ռուս-հայկական գործարար խորհրդի նախագահը։ Այժմ հայկական ապրանքները ռուսական շուկաներ են հայտնվում ռազմավիրական ճանապարհով, որը եղանակային վատ պայմանների պատճառով պարբերաբար փակվում է։ Տրանսկովկասյան ավտոմայրուղիով անցնող ճանապարհը Հայաստանի եւ Լարսի կապի համար Լարսին այլընտրանքային 7 երթուղիներից մեկն է, սակայն քաղաքական եւ ենթակառուցվածքների բացակայության պատճառով այժմ փակ է։ Երևանի մետրոյին նոր Աջափնյակի կայարանի նախագիծը ավարտական փուլում է։ Շինարարությունը կսկսվի 2025 թվականի վերջին, 2026 թվականի սկզբին։ Այս մասին տեղեկացրել է Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։ Նախագիծը համալիր պետական փորձաքննություն է անցնում, որի հետ մեկտեղ քաղաքապետարանը ֆինանսավորման հայտ է ներկայացրել կառավարությանը։ Հիշեցնենք, որ Երևանի մետրոպոլիտենի 11-րդ Աջափնյակ կայարանի նախագիծը սկսվել է մշակվել 2022 թվականին։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է նախաձեռնել Նիկոլ Փաշինյանի գրառման վերաբերյալ։ Այս մասին լրատվամիջոցներից մեկին ասել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնակատարը։ Մարիամ Գալստյանի փոխանցմամբ վարույթն առնչվում է Սրբազանի եւ նրա քեռակնոջը վերաբերվող գրառմանը։ Ուսումնասիրում են Փաշինյանի հրապարակավ շփումների կանոնները։ Եթե խախտումներ արձանագրեն, ապա Փաշինյանը պետք է հրապարակավ պարզաբանումներ ներկայացնի։ Հանձնաժողովը Փաշինյանին որևէ պատասխանատվության ենթարկելու լիազորություններ չունի։ Կրթվելը նորաձև է, շարժման ծախսերն իրականացում են վարչապետի աշխատակազմի միջոցներով, հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը։ Արայք Հարությունյանն ասել է, որ այդ շարժումը Նիկոլ Փաշինյանի առաջնահերթ ծրագրերից է, իրականացվում է աշխատակազմի միջոցով։ Արարատ Միրզոյանի կինը նոր պաշտոնյա է նշանակվել, այս մասին հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը։ Արտգործնախարարի կինը Գոհար Աբաջյանը ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի տնօրեն է նշանակվել մրցույթի արդյունքում։ Մամուլում շրջանառվող այն տեղեկատվությունները, որոնց համաձայն կայանատեղիների գործող կարգը այլևս ուժը կորցրել է եւ կարելի է կայանման համար այլևս չվճարել, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի խոսնակը։ Ըստ Կոստանյանի գործող կարգը շարունակվում է ուժի մեջ մնալ։ Հասմիկ Անտոնյան, ժամը լրատվականի համար։
Եղանակի ժամն է, իսկ եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանի շիր հուսալի անվտանգ եւ գեր խնայող գազի կաթսաներով, որոնք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահների ցանցում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ։ Եվ այսպես Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռներում սպասվում է 18-ից 22 աստիճան տաքություն, Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում 23-ից 27, Լոռիում 19-ից 24, Տավուշում 25-ից 29 աստիճան տաքություն։ Արարատում, Արմավիրում 27-ից 30, Սյունիքի Հովիտներում 24-ից 27 աստիճան տաքություն, Սյունիքի նախալեռներում 14-ից 17 աստիճան տաքություն։ Դες Երևանում գիշերը սպասվում է 14-ից 16, ցերեկը 27-ից 29, երեկոյան ժամերին 19-ից 21 աստիճան տաքություն։ Արմենիայի ուղիղ եթերում լրահոսը սպառված է, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։